Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում օրեր շարունակ անքնություն ու անհանգստություն էր տիրել։ Հոկտեմբերի 27-ին անհետացած 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին որոնում էին հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, կամավորականներ, ծառայողական շներ։ Սրանք աննախադեպ ծավալի որոնողական աշխատանքներ էին փոքր համայնքի համար։ Սակայն մի քանի օր անց երեխայի մահվան հանգամանքները սկսեցին ստանալ սարսափելի և անսպասելի ընթացք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հայտարարությունից հետո արդեն պաշտոնական է՝ երեխան սպանվել է և նախնական տվյալներով սպանությունը կատարել է երեխայի կենսաբանական հայրը։ Ըստ նախնական տեղեկությունների, այդ օրը երկու փոքրիկ եղբայրները դուրս են եկել տանից։ Անցնելով որոշ տարածություն նրանք հանդիպել են իրենց հորը։ Հետագա դեպքերն առայժմ քննության փուլում են, սակայն հայտնի է, որ հայրը ըստ հավանական ու նախնական վարկածի որոշակի ընտանեկան խնդիրների, վեճի կամ սրված ներքին իրավիճակի հետևանքով խեղդամահ է արել 3-ամյա Տիգրանին։ Ավելին, հայտարարվել է, որ հայրը շարունակաբար փոխել է երեխայի մարմնի գտնվելու վայրը, որպեսզի իրավապահները չկարողանան արագ հայտնաբերել այն։ Սա նշանակում է, որ դեպքից հետո նա չէր գտնվում շոկային վիճակում կամ անմիջական աֆեկտի մեջ, այլ գործել է գիտակցված, հետքերն անձեռնմխելի պահելու, որոնողական աշխատանքները մոլորեցնելու նպատակով։ Այդ փաստը էապես փոխում է քննության ուղղությունները։ Եթե սկզբում տեղի բնակիչների, հարազատների և իրավապահների կողմից առաջնային վարկածը եղել է դժբախտ պատահար կամ երեխայի օգնության կանչով հեռանալն ու մոլորվելը, ապա այժմ նկարագրվում է կանխամտածվածություն և հետքի թաքցման փորձ։ Հասարակությունը, հատկապես տեղացիները, դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման քայլ ընտանիքի ներսում։ Սկզբնական օրերին հարազատները տեսանկարահանողներին պատմում էին, որ երեխան կարող էր վախեցած լինել, որ նրա համր եղբայրը ցուցումներ էր անում դեպի կոկորդը, սակայն այդ ակնարկները երկար ժամանակ ընկալվում էին որպես փոքրիկի անհանգստություն կամ շփոթմունք։ Այսօր դրանք այլ իմաստ են ստանում։ Երկար և մանրակրկիտ հետաքննություն է սպասվում։ Նշվել է, որ նշանակվել են փորձաքննություններ ինչպես դատաբժշկական, այնպես էլ գործողությունների հերթագրությունը պարզելու համար։ Քննիչներն ուսումնասիրում են, որ պահին և ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը, արդյոք եղել է նախապես պլանավորված, ինչ են փոխանցել երեխաները կամ տեսնողները, ինչ էր իրականում ընտանեկան վեճի բովանդակությունը, ինչու որոշվեց տեղափոխել մարմինը, հնարավոր է արդյոք, որ եղել են այլ մասնակցողներ կամ գիտակից մարդիկ։ Հասարակությունը դեռ չի մարսում այս իրականությունը, սակայն այս դեպքն արդեն իսկ ընդգծել է մի քանի կարևոր հարց։ Որքան հաճախ ենք անտեսում փակ ընտանիքների ներսում գոյություն ունեցող լարվածությունները։ Ինչքան կարևոր է ժամանակին նկատել ընտանեկան բռնության կամ հոգեբանական ճնշման ազդակները։ Որոնողական և իրավապահ համակարգերի արագ արձագանքելու կարևորությունը և, ցավոք, որքան դժվար է կանխել նման ողբերգությունները, երբ դրանք ծագում են հենց ընտանիքի ներսում։ Ծափաթաղում սուգ է։ Մի համայնք, որ օրեր շարունակ պայքարում էր հույսը չկորցնելու համար, այժմ գտնվում է խորը ցնցման մեջ։ Հասարակական արձագանքը մեծ է, իսկ քննությունը մտադիր է պարզել կատարվածի բոլոր հանգամանքները՝ քրեական իրավունքի ողջ խստությամբ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ծափաթաղում կորած 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխայի հայրը։ Երբ հստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց նաև ոստիկանություն է տարվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած։ Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, քննարկվել են։ Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, ասել է նախարարը։ Գործի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեն և ոստիկանությունը շարունակում են աշխատել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ներառյալ հանցանքի շարժառիթը, հոր գործողությունների հաջորդականությունը, մարմնի տեղափոխման հնարավոր վայրերը, ընտանիքի ներսում տեղի ունեցած նախքան դեպքը։
Նախարարի հայտարարությունը գալիս է հաստատելու, որ նախնական վարկածների շրջանակներում դիտարկվել են ինչպես վթարային, այնպես էլ դիտավոր սպանության սցենարներ, և այժմ գերակշռում է վերջինը։ Ձապաթաղ համայնքում, որտեղ վերջին օրերին տիրում էր անհանգստություն և հույս, այժմ իրավիճակը փոխվել է։ Բնակիչները փորձում են հասկանալ դեպքի իրական ընթացքը և սպասում են պաշտոնական լրացումներին։ Ավելի վաղ համայնքի բնակիչներն ու ազգականները հայտնել էին, որ ընտանիքը համարվել է խաղաղ, աշխատող և երեխաներին հոգատարությամբ շրջապատող։ Ինչ սպասել առաջիկայում։ Քննչական մարմինները դեռևս չեն հրապարակել պաշտոնական մանրամասներ հնարավոր մեղադրանքի, հոր կալանավորման և հանցագործության դրդապատճառների մասին։ Տեղեկությունները կհրապարակվեն ըստ ընթացակարգի և օրենքով սահմանված գաղտնիության պահանջների։